Ռոզանե Մաբաջյան, ունեմ երկու աղջիկ, ես եմ աշխատում մայրիկիս հետ ու ապահովում ենք մեր ընտանիքը։ Մասնագիտությամբ համակարգչային օպերատոր եմ, վարսավիր եմ, շատ մասնագիտություններ եմ իմ կյանքի ընթացքում ընտրել, բայց չգիտեմ, ինձ դեռ չեմ գտել, փնտրում եմ դեռ։ Խոհարարության ոլորտում աշխատել եմ երկար տարիներ, ունեցել ենք մեր սեփական ռեստորանը։ Դա իմ համար ավելի շատ ոչ թե աշխատանք, այլ հոբիի նման մի բան է։ Ես շատ եմ սիրում պատրաստել, թե իմ համար, թե իմ ընկերների համար, թե իմ երեխաների ընկերների համար։ Ես կոնկրետ չեմ որոշել զբաղվել ֆուդբլոգով, ես միշտ վարել եմ իմիջը, 19 թվականից այս կողմ վարում եմ իմիջը, տարբեր բաներ եմ ցուցադրում իմիջում, իմ կյանքից, իմ առօրյայից։ Մեկ շաբաթվա ընթացքում 1000 եւ ավել հետևորդ եմ ունենում նոր։ Facebook-ում այդքան շատ չեն սիրում, որովհետև այնտեղ ինձ հետևում են Հայաստանի ավելի շատ աուդիտորիան, ովքեր չեն հասկանում մեր բարբառը, անընդհատ քլնգում են, իսկ ես մի քիչ տակայում եմ, չեմ կարող անպատասխան թողնել կոմենտները, դրա համար իմ հեռախոսից ընդհանրապես հեռացրել եմ Facebook հասկացողությունը։ Ես շատ սովորական եմ ընդունում, որովհետև ես արդեն գիտեմ, որ մեզ կարող են համ քննադատել, համ լավ բաներ գրել, համ վատ բաներ գրել։ Հայկական, վրացական, եվրոպական ու այն խոհանոցը, որը ինձ ուղարկում են ռիլով իմ երեխաները։ Եթե ինչ-որ համով բան են տեսնում ռիլով ուղարկում են, ես հասկանում եմ, որ ես պետք է այդ պատրաստեմ, իրանք դա ուզում են փորձարկել։ Ես զուտ դա անում եմ իմ երեխաների համար, եթե կուզեք ինչ-որ համով բան համ տեսել, համեցեք մեր տուն համ տեսելու։ Անծանոթներ չի եղել, բայց եղել է ծանոթ մարդիկ, գրել են, բա ինչ համով բան ես պատրաստել, հրավիրել եմ, եկել են։ Ինձ սիրում են, ինձ դիտում են, չգիտեմ ինչի համար, կոնկրետ պատասխան չեմ կարող հստակ տալ, բայց ինձ սիրում են։ Ես ձևական բաներ չունեմ, ինչ կամ ես եմ, ինչ ունեմ, այդ եմ ցույց տալիս։ Հենց ինձի կոնկրետ կարող է եւ ոչ մի բան չտա, բայց իմ աուդիտորիայի ես ուզում եմ, որ իրանք ինչ-որ բանից տեղեկացված լինեն։ Ուզում եմ, որ մեր քաղաքում այն օրը, օրինակ կոնկրետ դեպք պատահեց, բոլորը տեսել են, դա թաքցնելու չի, ես թորի էի արել, Զիբիլի հիմնարկի հետ առնչություն ունեցա, մի թեթևակի խոչընդոտ եղավ մեր մեջ, բայց դա հարթվեց գնաց։ Ես ուզում եմ, որ մարդիկ զգոն լինեն իրենց աշխատանքի հանդեպ, անտարբեր չլինեն, եթե գիտեն, որ այդ պարտականությունը իրենցն է, կատարեն նորմալ։ Ես ուզում եմ, որ իմ երեխաները ապրեն նորմալ քաղաքում, զարգացած քաղաքում։ Ինձ տհաճ է, եթե ինչ-որ մեկի փողոցով քայլում եմ, տեսնում եմ այնտեղ զիբիլ է դրված։ Օրինակ ինձ տհաճ է։ Մտածում եմ, եթե դա իմ տան դիմաց է դրած, ուրիշները տհաճ, նայել զիբիլ ինչի հավաք է փողոցի մեջ տեղը։ Մեկ ինձ ասում են թշնամի ես ճարում, ես ոչ մեկից վախենալու բան չունեմ։ Ինչքանով իրանք են ինձ թշնամի, ես կարող եմ նույն ձև, եթե հանգարց հարցը վերաբերվի թշնամության, դառնամ իրանց թշնամի։ Վերջի 3 տարիներին ես ապրել եմ Հայաստանում, այնտեղ էլ ես նույն ձև ունեցել եմ լավ շրջապատ, լավ հարգանք, աշխատանք, ամեն ինչ, բայց ինձ անընդհատ միշտ հենց որ գիտեի, որ պետք է կամ աղելքելակ, այդ փաստը, որ ցկել է անընդհատ։ Ես չեմ պատկերացնում իմ կյանքը առանց աղաղակալակի, եթե նույնիսկ ապրեմ եվրոպական ամենալավ երկրում, չգիտեմ ինչ հարստությունների մեջ, ես անընդհատ պետք է վերադառնամ այստեղ։ Ինձ ասենք, այսպես ասեմ, բռնող ոչինչ չկա, ես եթե ուզենամ, կարող եմ հենց այսօր եւ այդ մեկնել։ Իմ մայրիկը այսօրվա դրությամբ գտնվում է Եվրոպայում, հորաքրոջս տանը, այնտեղ ապրում է, այնտեղ աշխատում է, ես ունեմ այդ ամեն հնարավորությունը, զուտ ես ընտրել եմ մնալ այստեղ։ Մեկ ասում են, այստեղ դժվար է, այստեղ չգիտեմ ինչ աշխատող մարդու համար, ոչ միտեղ դժվար չի։ Միշտ պետք է մտածել, որ չգիտենք ում կյանքում ինչ ընթաց կարող է ունենալ։ Ես երբևիցե չեմ պատկերացվել, որ իմ կյանքում կարող է մի օր չլինի պապաս։ Իմ պապաս իմ կյանքում մեծ դեր է ունեցել, ու եթե ես ասենք այդպես չակերտավոր մտածեի, ինչ կմտածեն մարդիկ բա իմ մասին, ես իմ ինչ, ես չգիտեմ, մուրացկանություն պետք է անեի, որ իմ երեխաներին պահեի, թե ինչ լուրջ, ես աշխատեմ, արհամարելով բոլորի կարծիքները։ Ասում են, չէ, բանը, եթե չունես սեփական տրանսպորտ, օգտվում ես հասարակական տրանսպորտից։ Նույնը կարծիքն է, եթե չունենաս սեփական կարծիք, պետք է մտածես ինչ են մտածում քո մասին շրջապատի մարդիկ, չէ։ Ես չունեմ սեփական տրանսպորտ դեռ, բայց ունեմ սեփական կարծիք։ Առաջնորդվում եմ իմ կարծիքով, ես մտածում եմ, որ վсё, պետք չի մտածել ինչ կխոսեն քո մասին հարևանները, ինչ կխոսեն քո մասին բարեկամները, դեմից կարող է մտածում են մեր Ռոզիկը, ինչ իրանց ամբողջ օր կամերայով նկարում, տեղադրում ես էջ, արդեն իրանց համար սովորական է, հա դա Ռոզիկն է, տեղադրել է։ Շատ եմ սիրում իմ հարևաններին, ես սիրում եմ, երբ հավաքվում ենք, պատրաստում ենք միասին, ուտում ենք, խմում ենք, ու ինչ պատրաստում եմ, դրանով էլ կիսվում եմ։ Այսօր էլ կպատրաստեմ ձեր համար։ Բոկնոց կապելը, զուտ
նկարահանման համար չեմ կապել, ես եթե գործ կենեմ, պարտադիր կողքնոցս կապեմ, որովհետև երևի սովորություն է ու լավ սովորություն է։ Աման լվալուց, խոհանոցում աշխատելուց պարտադիր կապեմ կողքնոց։ Ձևեր չեմ թափել։ Պատրաստեմ դի լավաշով, ռուլետ, հավի մսով, հավի կրծկա մսով, թելթել եմ արել, արդեն պատրաստել եմ։ Այստեղ ունեմ արդեն նախորդ խաշած, թելթել արած հավի կրծկա միս։ Հիմա կավելացնենք մանր կտրատված պոպոկ, միսը խաշել եմ աղով, կավելացնենք գազար, ասենք մարդիկ կան չնեղվում են, որ վայ շամին զանգել են, հյուրեր են գալիս, ես դրանց եմ, որ գերագույն հաճույք եմ ստանում, ավելացնում եմ նաև հալվող սուլիգունի է այս դրությամբ իմ մոտ, կարա լինի ուրիշ տեսակի հալվող ինդ պանիր, քերած, ավելացնում եմ այս խառնուրդին, այստեղ ունեմ արդեն մաքրած սխտոր, կքերենք նաև սխտոր, Իմ սիրած կանաչներից դա համեմն է ու սամիթը ու սև մանր աղացած պղպեղ։ Սիրում եմ, երբ պատրաստելու ընթացքում միանգամից հավաքում եմ ձեռքս հետ խոհանոցը, հենց ունենում եմ ազատ ժամանակ, միանգամից այդ ընթացքում կարող եմ ամանները լվանալ, որպեսզի չկուտակվեն, եթե թողնեմ կուտակվեն, արդեն էլ կարող է այդ գործը չվերջանա այդ օրը։ Վերցնում ենք երկու լավ, մեծ լավաշ, բավականին մեծ, այս գեղեցիկ աժուրնի մասը կենենք դուսը, տեղական լավաշ է, բալխոցիների փռից եմ վերցնում, շատ հաջող լավաշ կթխեն, սասունենց փռից եմ վերցրել, ինչ այլոց երկու փուր կա մեր մոտ, երկուսն է շատ լավ են պատրաստում, զուտ, ովքեր որ պատրաստում են, ես իրանց տղայի հետ շատ շուտվա ընկերներ ենք ու բնականաբար նախընտրում եմ օգտվել իրենց փռից։ Այստեղ լավաշի վրա պետք է քսեմ պատրաստի սոուս, եթե չունեք պատրաստի, կարող եք անել կամ տոմատ, կամ կետչուպ, մայոնեզի կամ թթվասերի հետ։ Հիմա ավելացնելու ենք միջուկը, չենք խնայում, մենք ենք ուտելու։ Նորից սոուս ենք անում, որպեսզի չոր չլինի։ Երկար տարիներ աշխատել եմ որպես խինգալիի մասնագետ։ Խինգալին, որ 0-ից սկսած մինչև վերջ գիտեմ պատրաստել բոլոր գաղտնիքները։ Հիմա այս պետք է պինդ փաթաթենք, բարուրենք։ Պինդ ենք փաթաթում, որպեսզի եփվելուց չբացվի ու սիրուն տեսք ունենա։ Հիմա մեր ռուլետ կտեղափոխենք թավայի մեջ։ Թավայի տակը յուղաթերթ կփռենք։ Ես ունեմ այդպես շատ հարմար յուղաթերթ, որը կարելի է սիրուն հավասար կտրել։ Հիմա այդպես լավ կծալենք, որպեսզի չգլորվի, չխանգարի մեզ։ Դա խոհարարական գաղտնիքներ են։ Տեղափոխում ենք ռուլետը այստեղ ու իրան քսում ենք հարած ձու։ Ու ես հենց նույն վերցնով էլ կքսեմ, կապ չունի, որ ինքը մի քիչ առաջ տոմատի մեջ էր, ես ոնց տանն եմ պատրաստում, հիմա էլ կպատրաստեմ հենց այդպես։ Ավելի լավ տոմատը ու մայոնեզը իր համ բույրը կփոխանցեն, համ ավելի սիրուն կարմիր երանգ կտան։ Ու արդեն սովորություն է դարձել մեր ընտանիքում, կապ չունի մենք նկարում ենք այդ պրոցեսը թե չէ,
Նույնիսկ թե էփելուց, թե մատուցելուց պարտադիր մեր սեղան ունենալու է այս տեսքը։ 3 տարեկան է Արարատս։ Արդեն սովորել էր, հարցնում է Ռոզիկ, կարանք ուտենք, թե նկարելու ես։ Արդեն պատրաստի մեր ռուլետը, տեղափոխում ենք ջեռոց, մոտավոր կես ժամ 250 աստիճան։ Ջեռոցը նախորոք տաքացված է ու այս գազօջախը հատուկ այս պահերի համար եմ առել, քանի որ սիրում ենք պատրաստել, թե ես, թե մայրիկս, թե երեխաներս, որպեսզի բոլորիս տեղ լինի պատրաստելու։ Մինչև մեր ռուլետը պատրաստվի, կիսվեմ, որ ես ոչ միայն ինտերնետից վերցված բաղադրատամսարով կպատրաստեմ, հայկական խոհանոց, վրացական խոհանոց, ես սիրում եմ նաև մեր գյուղական, մեր ավանդական, ինչ սովորել եմ տատիկիցս, տատիկներիցս, մայրիկիս, մայրիկն էլ շատ լավ խոհարար էր, շատ համով բաներ կպատրաստեր, տնական այդ փոքր ճուդիկներ ինքը մի այլ ձևի պատրաստեր, ես չեմ կային այնպես պատրաստ է հաստատ։ Սիրեմ գփոխի ինձ, շատ կսիրեմ։ Սիրեմ գփենիր փափասի, կտրած աբուր։ Ես իմ էջում ունեմ արդեն պատրաստած տեղադրած։ Շատ մարդիկ զարմացել են, թե ես ինչ նոր ճաշ է, ինչ ճաշ ես պատրաստել։ Ես նույնիսկ եղել է դեպք ունեցել եմ աշխատող Գյումրիից, երբ ռեստորանում աշխատում էինք։ Ես ինչ ռեստորանում աշխատել եմ, ինչ պատրաստում եմ իմ համար, նույնը պատրաստել եմ իմ աշխատողների համար։ Միասին եփում էինք, միասին ուտում էինք, դրուժնի աշխատում էինք։ Մի օր ասեց, «Էս ի՞նչ է, ինչ ես սարքել, նորմալ թանավապուր սարքել, ինչ է խմորկա դրել լցրել ես մեջ», ասում եմ, «Ջուլիա, արի փորձի»։ Չէ, ես էդի չեմ ուտում, մեկ ևա տեսավ սաղ ուտում են, ինձ էլից ես է փորձեմ, փորձեց 1-2 օր անցավ եկավ, Ռոզ այն կտրած բանից չես սարքի ուտենք։ Ասիկա սարքեմ։ Բոլորը գիտեմ, որովհետև իմ պապան շատ ինքը գյուղում է մեծացել, մինչև 9-րդ դասարան գյուղ է դպրոց հաճախել, ճիշտ է, մայրիկս Դիլիսկա գյուղից է, պապաս Կարզախ գյուղից է։ Մայրիկս քաղաք է ծնվել, մեծացել, իսկ հայրիկս գյուղում մինչև 9-րդ դասարան, հորքուրներս, պապիկ, տատիկս ապրել են գյուղում, գյուղի հետ միշտ կապեր ենք ունեցել։ Տատիկս մեծ Գոնդուրա գյուղից էր, այնտեղ ենք շատ փոքր ժամանակ գնացել եկե, ես տեսել եմ այդ գյուղականը ու սիրում եմ։ Ու փորձում եմ ինչքանով կարող եմ իմ երեխաներին նույնպես սովորեցնեմ, որ մենք ունենք այսպիսի ճաշատեսակներ, ավելուկով բանջար, կաջանով բանջար, սնձով բանջար, բանջարներ։ Մեր ռուլետը արդեն պատրաստ է։ Ունի այսպիսի գեղեցիկ տեսք։ Մեր հավով ռուլետը արդեն պատրաստ է, ինքը շատ արագ է պատրաստվում, շատ համեղ է, չեմ կարող փոխանցել բույրը, հոտը, համը։ Իրան կարելի է թե տոնական սեղանի համար պատրաստել, թե ամենօրյա ուտելու համար։ Դե ինչ մեզ բարի ախորժակ։